Բարև ձեզ հետ Էման է, հրավիրում եմ լսել իմ ալիքի կյանքից վերցվածի նոր հեղինակային պատմությունը։ 4 տարի ես մտածում էի, որ իմ դուստրը մոռացել է ինձ։ 4 տարի նա մտածում էր, որ ես հրաժարվել եմ նրանից։ Առանց նախազգուշացման եկա նրա մոտ, գտա նրան փակված մութ սենյակում։ Նա շշնջաց. «Հայրիկ, խնդրում եմ, մի բացիր այդ պահարանը»։ Ես բացեցի եւ աշխարհը դադարեց գոյություն ունենալուց։ Մինչ պատմության անցնելը խնդրում եմ գրեք, թե որտեղից եք մեզ նայում։ Ես 63 տարեկան եմ եւ ես ամենասովորական ինժեներ եմ, ավելի ճիշտ եղել եմ։ Հիմա արդեն թոշակառու եմ, բայց 4 տարի առաջ դեռ աշխատում էի։ Լավ էի աշխատում, պետք է ասեմ։ Գերմանական ընկերությունը հրավիրեց ինձ Բերլին նախագծի համար, ժամանակավոր, ասացին առավելագույնը 1 տարի։ Այնքան փող էին առաջարկում, որ մեղքեր մերժելը։ Իմ անին նորեր ամուսնացել, նրանց պետք էր օգնություն բնակարանի հետ կապված։ Համաձայնվեցի, մտածեցի տարին արագ կանցնի, գուցե 1.5, կաշխատեմ, կօգնեմ երեխաներին ոտքի կանգնել, կվերադառնամ։ Կինս թող Աստված հոգին լուսավորի, 5 տարի առաջ էր մահացել։ Անին իմ մոտ մեկն էր մնացել, միակս, լույսը պատուհանում։ Նա արդեն 2 տարի հանդիպում էր Արմենի հետ, ինձ դուր էր գալիս, լուրջ տղա, կրթված հոգեբան, աշխատում էր մասնավոր կլինիկայում, միշտ քաղաքավարի, ուշադիր։ Անիի հետ վարվում էր ինչպես բյուրեղյա ծաղկամանի հետ, ծաղիկներ էր նվիրում, թատրոններ տանում։ Ես ուրախանում էի, վերջապես նորմալ տղամարդ էր հանդիպել։ Երբ ես պատրաստվում էի Գերմանիա գնալու, նրանք հենց նոր նշանադրվել էին։ Անին երջանկությունից փայլում էր։ Արմենը սեղմեց ձեռքս, ուղիղ աչքերիս նայեց եւ ասաց. «Հրաչյա Հովանիսյան, ես խնամք կտանեմ նրան, խոստանում եմ»։ Եվ ես հավատացի։ Տեր Աստված, ինչպես հավատացի։ Հարսանիքը խաղացին առանց ինձ։ Խնդրեցի սպասել, բայց Արմենը պնդեց, որ երկար սպասել չի կարելի։ Ամեն ինչ արդեն ամրագրված էր, հյուրերը հրավիրված։ Իհարկե անհանգստացա, բայց Անին հեռախոսով ասում էր, որ ամեն ինչ լավ է, որ հասկանում է սա կարևոր կոնտրակտ է։ «Հայրիկ, մի անհանգստացիր, դուք օգնես մեզ բնակարան գնել, դա ավելի կարևոր է, քան 1 օրը», ասաց նա, ուղարկեց լուսանկարներ։ Գեղեցիկ հարսանիք էր, Անին սպիտակ զգեստով փայլուն, Արմենը կողքին, ժպտում։ Ես նայում էի այդ լուսանկարներին Բերլինի իմ վարձակալած սենյակում եւ լաց էի լինում։ Մենակ, ինչպես ձեր հիմար։ Սկզբում շաբաթը 1 անգամ էին խոսում, հետո 2 շաբաթը 1։ Գրում էի էլեկտրոնային նամակներ գրեթե ամեն օր, կարճ, պարզապես որպեսզի իմանա, որ մտածում եմ նրա մասին։ Պատմում էի աշխատանքի, եղանակի մասին, հարցնում ինչպես են նրանք։ Նա պատասխանում էր ոչ միշտ անմիջապես, բայց պատասխանում էր։ Հետո պատասխանները ավելի հազվադեպ եկան։ Անին գրում էր, որ շատ աշխատանք ունեն, որ նոր բնակարան են կահավորում, որ Արմենը առաջ խաղացում է ստացել։ Ամեն ինչ լավ է, հայրիկ, մի անհանգստացիր։ Փորձում էի զանգել, բայց նա միշտ չէր վերցնում։ Ներողություն, հայրիկ, աշխատանքում էի։ Ներողություն, հյուրերի մոտ էինք։ Ներողություն, հեռախոսը լիցքաթափվել էր։ Գերմանիայի տարին դարձավ 2։ Նախագիծը ձգվում էր, լավ վճարում էին։ Ես երկարաձգեցի կոնտրակտը։ Մտածեցի էլի մի քիչ եւ կկարողանամ Անիին ոչ պարզապես բնակարան գնել, այլ լավ 3 սենյականոց։ 3-րդ տարում պատասխանները գրեթե դադարեցին։ Գրում էի շաբաթը 1 անգամ, հետո ավելի հաճախ, հետո ամեն օր։ Անի, ինչպես ես։ Անի, ինչու չես պատասխանում։ Անի, անհանգստանում եմ։ Երբեմն գալիս էր կարճ։ Ամեն ինչ նորմալ է, հայրիկ։ Եվ վերջ։ Առանց մանրամասների։ Զանգում էի, չէր վերցնում, գրում էի, չէր կարդում։ Կապվեցի նրա համալսարանական ընկերուհու, Լուսինեի հետ։ Լուսինեն ասաց, որ վաղուց չի տեսել Անիին։ Նա ինչ-որ կերպ հեռացել է բոլորից։ Հրաչյա Հովանիսյան, նրանք Արմենի հետ իրենց կյանքն ունեն, չեն հասցինում հանդիպումներին։ Հրավիրել եմ նրան ծննդյան օրս, նույնիսկ չեկավ, նվերն ուղարկեց կուրիերով։ Ես մտածեցի, գուցե այդպես է պետք։ Երիտասարդ ընտանիքը կառուցում է իր կյանքը, գուցե ես պարզապես խանգարում եմ, նյարդայնացնում եմ իմ նամակներով։ Սկսեցի ավելի հազվադեպ գրել, ամիսը 1 անգամ, հետո տոներին։ Ծննդյան օրը ուղարկեցի նվերների փաթեթ, նա ուղարկեց կարճ. «Շնորհակալություն, հայրիկ», 3 բառ եւ կրկին լռություն։ 4-րդ տարում գրեթե հաշտվեցի։ Աշխատում էի, կուտակում էի փողեր, որոնք ինչպես թվում էր, արդեն ոչ ոքի պետք չեն։ Գալիս էի իմ սենյակ, նայում էի Անիի լուսանկարին աշխատասեղանի վրա եւ մտածում. նա մեծացել է, ունի իր կյանքը, իր աշխարհը, որտեղ ինձ համար տեղ չկա։ Ինչ որ բան սխալ արեցի, վիրավորեցի, թե պարզապես կյանքն այդպիսին է։ Երեխաները մեծանում են եւ հեռանում, իսկ ծնողները մնում են մենակ։ Ամեն երեկո քննելուց առաջ բացում էի հեռախոսը եւ նայում էի նրա վերջին հաղորդագրությանը։ Այն արդեն 3 ամսվա վաղեմություն ուներ։ Հայրիկ, մենք ամեն ինչ ունենք լավ, մի անհանգստացիր։ Նույնիսկ ոչ Անի, պարզապես Կարծես ես նրա համար պարտականություն եմ, որը պետք է նշել նշանով։ Եվ ահա անցյալ տարվա դեկտեմբերին, այո, ընդամենը 2 ամիս առաջ, թեև թվում է, որ ամբողջ կյանքն է անցել, ես որոշեցի բավական է։ Կոնտրակտն ավարտվում էր, հաշվին ընկած էր լուրջ գումար, եւ ես մտածեցի, ինչ եմ սպասում, հրավեր, թույլտվություն, գնեցի ինքնաթիռի տոմս,
չզգուշացրի, որոշեցի գալ անակնկալով։ Դա իմ երեխան է, ի վերջո, իմ դուստրը։ Իմ իրավունքն է պարզապես գալ եւ գրկել նրան, չէ։ Ինքնաթիռում ես կրկնում էի, թե ինչ եմ ասելու, պատկերացնում էի, թե ինչպես է նա բացում դուռը, զարմանա, գործե ուրախանա, կամ խոժորվի, ասի, որ պետք էր զգուշացնել, բայց ես նրա հայրն եմ, միթե հորը պետք է զգուշացնել, որ գալիս է տեսնելու միակ աղջկան։ Որքան մոտենում էր Գյումրին, այնքան ավելի էի անհանգստանում։ Ինչ որտեղ կրծքիս մեջ տեղավորվեց անհասկանալի անհանգստություն։ Հաշվում էի դա հոգնածության, անհանգստության վրա, բայց ներսում ինչ որ բան շշնջում էր, ինչ որ բանը ինչ է, հրաչա, ինչ որ շատ վատ բան։ Հիշում էի հասցեն, Մոսկովյան փողոց, 17-րդ տուն, 42-րդ բնակարան։ Նրան գնել էին այն հարսանիքից կես տարի անց, 2 սենյակ հին բանելային տանը։ Ես օգնել էի փողերով։ Անին ուղարկում էր վերանորոգման լուսանկարներ, ուրախանում էր, գրում էր, թե ինչպես են ընտրում պաստառներ, կահույք։ Հետո լուսանկարները դադարեցին գալ, եւ ես այդպես էլ չտեսա, թե ինչպես է բնակարանը վերջնական տեսքով։ Օդանավակայանից վերցրեցի տաքսի ուղիղ նրանց մոտ։ Երեկո էր, ժամը 19:00-ի սահմաններում։ Մտածեցի, հաստատ տանն են։ Դեկտեմբեր, շուտ է մտնում, ցուրտ է։ Ուր պիտի գնան։ Տունը սովորական պանելային էր Բրեժնևի ժամանակներից։ Մոխրագույն, կեղտոտ։ Մուտքը հոտում էր մեզի եւ կատուների։ Վերելակը չէր աշխատում։ Բարձրացա աստիճաններով 4-րդ հարկ։ 42-րդ բնակարանի դուռը նման էր մյուսներին, շագանակագույն, մետաղյա, աչքով։ 1-2 րոպե կանգնեցի դրա առջև։ Սիրտս այնպես էր բաբախում, որ լսում էի ականջներիս մեջ։ Հետո սեղմեցի զանգը։ Զանգը հնչեց ներսում։ Լսեցի ծանր, տղամարդու քայլեր։ Դուռը բացվեց, եւ առջևս կանգնեց Արմենը։ Նա փոխվել էր։ Նախկինում նա նիհար, գրեթե ինտելիգենտ տեսք ուներ։ Հիմա առջևս կանգնած էր ավելորդ քաշով տղամարդ, չսափրված, գնջռոտ շապիկով, չսանրած մազերով։ Նրանից հոտում էր քրթինք եւ էլ ինչ-որ հին, տհաճ բույր։ Հրաչյա Հովանիսյան։ Նա ակնհայտորեն չէր սպասում ինձ տեսնել։ Աչքերում մի բան փայլեց, վախ, գրգռվածություն։ Դուք չեք զգուշացրել։ Ուզում էի անակնկալ անել։ Փորձեցի ժպտալ, բայց դեմքս կարծես քարացած էր։ Կարող եմ մտնել։ Անին դադարը չափազանց երկար էր։ Նա պարզապես կանգնած էր, փակում էր անցումը եւ նայում ինձ։ Հետո կարծես գիտակցեց։ Ահա, իհարկե, մտեք։ Միայն քորեց գլուխը։ Նա տանը չէ։ Նա մեկնել է։ Ուր է մեկնել։ Մեկնել է հանձնարարականով, հանկարծակի։ 3 զանգեցին, ասացին շտաբ պետք է Երևան։ Ինչ որ կարևոր նախագիծ։ Դուք գիտեք, նա հիմա մարքեթինգում է աշխատում։ Ես չգիտեի։ Վերջինը ինչ հիշում էի, նա տուրիստական գործակալությունում մենեջեր էր։ Բայց գլխով արեցի։ Երբ կվերադառնա։ Մի շաբաթ հետո, գուցե 2։ Ճշգրիտ չասած։ Արմենը հորանջեց, բերանը ձեռքով ծածկելով։ Ներեցեք, նոր եմ արթնացել, գիշերային հերթափոխ եմ աշխատել։ Նայեցի ժամացույցիս։ Ժամը 19:00։ Ինչ գիշերային հերթափոխ։ Ես մտածում էի դու հոգեբան ես։ Սովորաբար մինչև երեկո ես աշխատում։ Այդտեղից հեռացել եմ։ Հիմա շտակօգնությունում եմ աշխատում։ Փողն ավելի լավ է, գիտեք։ Նա խոսում էր առանց աչքերիս նայելու։ Ինչ որ բան այն չէր։ Ամեն ինչ այն չէր։ Բայց չէի կարողանում հասկանալ ինչ։ Պարզապես ներսում ամեն ինչ սեղմվեց։ Գուցե սուր խմենք։ Մինչ անին վերադառնա կուզենայի քեզ հետ զրուցել։ Մեկ քայլ առաջ արեցի։ Արմենը անգիտակցաբար հետ քաշվեց, բայց դուռը գրեթե չբացեց։ Հրաչյա Հովանիսյան։ Ուրախությամբ, բայց այստեղ անկարգություն է։ Մենակ եմ առանց կնոջ, ինքներդ հասկանում եք։ Կեղտոտ սպասք, չլվացված սպիտակեղեն։ Անհարմար է։ Թող, ես հյուր չեմ, գրեթե ազգական եմ։ Ոչ, իսկապես։ Հետո կհրավիրեմ, երբ անին վերադառնա, նորմալ կնստենք, կխոսենք։ Նա արդեն փակում էր դուռը։ Ներեցեք, դեռ պետք է քնեմ հերթափոխից առաջ։ Դուք որտեղ եք։ Հյուրանոցում։ Դեռ չեմ հասցրել։ Միայն օդանավակայանից։ Ահա, նախ հյուրանոցում հարմարվեք, հանգստացեք ճանապարհից։ Անին կզանգի ձեզ, երբ վերադառնա։ Անպայման կփոխանցեմ, որ եկել եք։ Եվ դուռը փակվեց պարզապես այդպես։ Մնացի կանգնած հարթակում, նայելով շագանակագույն մետաղյա մակերեսին։ Ինչ էր սա։ Հանեցի հեռախոսս, հավաքեցի Անիի համարը, որ գրված էր իմ մոտ։ Բաժանորդը անհասանելի է։ Ուղարկեցի SMS. Անի, ես Գյումրիում եմ։ Ուզում եմ տեսնել քեզ։ Զանգիր խնդրում եմ։ Հաղորդագրությունն ուղարկվեց, բայց միայն մեկ նշան կար։ Չի առաքվել։ Իջա ներքև դուրս եկա մուտքից։ Ցուրտ էր, խոշոր ձյուն էր գալիս։ Կանգնեցի փողոցում եւ չհասկացա ինչ անել։ Գլխում սպտծում էին մտքերի կտորներ։
Կեղտոտ չսափրված Արմենը, փակ դուռը, Անին մեկնել է, անհասանելի։ Գնացի տան երկայնքով առանց իմանալու ուր։ Երկու տունանց փոքր սրճարան գտա։ Մտա, սուրճ պատվիրեցի, նստեցի պատուհանի մոտ, հանեցի հեռախոսս եւ հավաքեցի Լուսինեին, Անիին կերուհուն։ Նա պատասխանեց ոչ անմիջապես. Հրաչյա Հովանիսյան, ինձ է պատահել։ Լուսինե, ներողություն, որ անհանգստացնում եմ։ Դու պատահաբար չգիտես, Անին Երևան մեկնել է հանձնարարականով։ Երկար դադար։ Հրաչյա Հովանիսյան, ես արդեն 1.5 տարի Անիի հետ չեմ շփվում։ Նա դադարել է պատասխանել զանգերին։ Փորձել եմ գալ, բայց Արմենն ասաց, որ նա շատ զբաղված է, որ ժամանակ չունի։ Հետո նա փոխեց հեռախոսահամարը, եւ ես նույնիսկ նորնը չգիտեմ։ Փոխել է համարը։ Այո, Արմենն ասաց, որ նրան անընդհատ սպամ զանգեր էին անում, եւ նա որոշեց փոխել SIM քարտը։ Բայց ինձ նոր համարը չտվեց, եւ սոցցանցերում էլ անհետացավ։ Բոլոր հաշիվները ջնջեց։ Ներսումս ամեն ինչ սառեց։ Լուսինա, որտեղ է նա հիմա աշխատում, գիտես։ Տուրիստական գործակալությունում էր, հիշում եմ, Պուլիգրիմ է կոչվում, Օկտեմբերյան փողոցայում, բայց դա 1.5 տարի առաջ էր։ Շնորհակալություն ասացի եւ դրեցի հեռախոսը։ Նայեցի պատուհանից դուրս, ձյունը դեռ գալիս էր։ Մտածում էի, Անին փոխել է համարը եւ չի տվել նույնիսկ լավագույն ընկերուհուն։ Ջնջել է սոցցանցերը, դադարեցրել է շփվել բոլորի հետ։ Արմենը չթողեց ինձ բնակարան մտնել, ասաց նա Երևանում է, բայց ինչպես կարող էր իմանալ, որ ես չեմ ստուգի։ Բացեցի հեռախոսից բրաուզերը, գտա Պիլիգրիմ ընկերության կայքը, զանգեցի նշված համարին։ Բարի երեկո, ասեք խնդրում եմ, ձեզ մոտ աշխատում է Անի Հովանիսյանը։ Մի րոպե, աղջիկը երևի բազայով նայեց։ Ոչ, մեր մոտ այդպիսի չկա։ Իսկ նախկինում աշխատել է։ Հնարավոր է, սպասեք գործընկերներիս կհարցնեմ։ Ձայների աղմուկ, հետո վերադարձավ։ Այո, Անին մեր մոտ աշխատել է, բայց մոտ 1 տարի առաջ հեռացել է։ Գիտեք ուր է անցել։ Ոչ, ցավոք, նա պարզապես դիմում է գրել եւ հեռացել, ասել է ընտանեկան հանգամանքներով։ Շնորհակալություն ասացի եւ անջատեցի։ Նշանակում է Անին արդեն 1 տարի ոչ մի տեղ չի աշխատում, կամ աշխատում է այնպիսի տեղում, որտեղ ոչ ոք չի ճանաչում նրան, կամ ընդհանրապես չի աշխատում։ Ավարտեցի սառած սուրճս, վեր կացա դուրս եկա փողոց։ Ձյունն արդեն գրեթե դադարել էր։ Մոտեցա մուտքին եւ պարզապես կանգնեցի կողքը, դեմքս բարձրացրած օձիքով ծածկած։ Սպասում էի, ինքս չգիտեի ինչի։ Անցավ 1 ժամ, 2, լրիվ մտնեց։ Մարդիկ դուրս էին գալիս ու մտնում մուտք, բայց ոչ Արմենը, ոչ Անին։ Պատուհաններում լույս էր վառվում, բայց ոչ նրանց պատուհանում։ Հիշում էի, նրանց բնակարանը 4-րդ հարկում է։ Մուտքից ձախ 3-րդ պատուհանը, այնտեղ մութ էր։ Սառել էի միջև ոսկորներ։ Գնացի հյուրանոց փնտրելու, գտա էժան մեկը մոտակայքում, սենյակ վարձեցի, պարկեցի, բայց չէի կարողանում քնել։ Նայում էի առաստաղին եւ մտածում. իսկ եթե Անին իսկապես Երևանում է, իսկ եթե ես պարզապես պարանոիկ եմ, ծեր հիմար, որը հորինում է Աստված գիտե ինչ։ Բայց առավոտյան կրկին գնացի նրանց տուն, կանգնեցի նույն տեղում, սպասեցի։ Ժամը 10-ին Արմենը դուրս եկավ մուտքից։ Հագին ուներ մուգ պուխավիկ, գլխարկ։ Անցավ կողքովս, չնկատեց։ Նստեց հին 0-ի մեջ եւ մեկնեց։ Ես էլի 1 ժամ սպասեցի, հետո բարձրացա նրանց մոտք, կանգնեցի դրան մոտ, ականջս դրի, լռություն, զանգեցի, ոչ ոք չբացեց, կրկին զանգեցի, դեռ ոչինչ, իջա ներքև, շրջեցի տան հետևի կողմը, այնտեղ աղբարքրեր էին եւ մանկական խաղահրապարակ, լքված ժանգոտ ճոճանակներով, եւ տեսա առաջին հարկի պատուհանները, հավանաբար նկուղ, բոլոր տներում այստեղ նկուղներ կան, եւ 1 պատուհանի մոտ փոքրիկ կեղտոտ տեսա լույս, թույլ, կարծես լամպից կտորի տակ, թարթող, մոտեցա, պատուհանը գրեթե գետնին էր, ներսից փակված ինչ-որ մուգ բանով, նստեցի կռունկի վրա, փորձեցի նայել ներս, ոչինչ չտեսա, միայն ճեղք կտորի եւ շրջանակի միջև, եւ այնտեղից թափանցում էր այդ տարօրինակ լույսը, թարթում էր, անջատվում, կրկին թարթում, եւ հանկարծ լսեցի ձայն, հանգիստ, գրեթե անտարբեր, կարծես մեկը թակում է, 3 հարված, դադար, 3 հարված, դադար, սիրտս ընկավ, ուղվեցի, շուրջս նայեցի, ոչ ոք կողքից չկար, կրկին նստեցի, ականջս դրի ապակուն, թակոցը կրկնվեց, 3 հարված, հստակ ներսից, Տեր Աստված, ուղվեցի, վազեցի մուտքի մոտ, նկուղի դուռը աջ կողմում էր, մետաղյա, մեծ կողպեքով, քաշեցի բռնակը, փակ է, իհարկե փակ է, բարձրացա 4-րդ հարկ, կրկին զանգեցի 42-րդ բնակարանի դուռը, ոչ ոք չբացեց, փորձեցի հարևաններին զանգել, 41-ում բացեց տարեցկին, ներեցեք, փորձեցի հանգիստ ասել, ես Անի Հովանիսյանի հայրն եմ 42-րդից, հերվից եմ եկել, ուզում էի տեսնել, բայց ոչ ոք չի բացում, դուք պատահաբար չեք տեսել նրան, կինը զգուշությամբ նայեց ինձ, Անին վաղուց չեմ տեսել, 3 ամիս է, գուցե ավելի, ինչու, ինչ մեզ չեք տեսել, իսկ Արմենին տեսնում եմ, հաճախ է դուրս գալիս, իսկ Անիին ոչ, մտածում էի գուցե ծնողների մոտ է գնացել կամ ուրևէ տեղ,
Ինչ ծնողներ, ես եմ ծնողը։ Կինը խոժորվեց, տարօրինակ է։ Նա ասում էր, որ մայրը հիվանդացել է, Անին խնամում է նրան։ Իմ կինը 5 տարի առաջ է մահացել։ Զգացի, թե ինչպես է հողը ոտքերիս տակից հեռանում։ Շնորհակալություն, շշնջացի եւ հեռացա դռնից։ Հարևանուհին էլ ինչ-որ բան ասում էր, բայց չէի լսում։ Ականջներումս աղմուկ էր։ Արմենը ստում էր Երևանի մասին, ստում էր հիվանդձոն քաչի մասին, ստում էր ամեն ինչի մասին։ Իսկ Անիին ոչ ոք չի տեսել 3 ամիս։ 3 ամիս, եւ այդ թակոցը նկուղում, 3 հարված, դաթար, 3 հարված։ Իջա ներքև, դուրս վազեցի փողոց, շրջեցի տունը, կրկին մոտեցա այդ պատուհանին։ Լույսն այլևս չէր թարթում, մութ էր։ Թակեցի ապակուն, հանգիստ, հետո ավելի բարձր։ Անի, ես եմ, հայրիկն եմ, դու այնտեղ ես։ Լռություն, միայն քամին աղմկում էր ծառերի մերկ ճյուղերի մեջ։ Թակում էի կրկին ու կրկին, բայց պատասխան չկար։ Պետք է անմիջապես ոստիկանություն զանգել։ Հանեցի հեռախոսս, սկսեցի հավաքել, բայց կանգ առա։ Ինչ եմ ասելու նրանց, որ իմ դուստրը, որին 4 տարի չեմ տեսել, հնարավոր է փակված է նկուղում։ Ինչ հիմքով, թակոցի, որ լսել եմ, պատուհանի լույսի, հարևանուհու խոսքերի։ Իսկ եթե սխալվում եմ, եթե Անին իսկապես Երևանում է, իսկ նկուղում պարզապես խողովակներ են թակում կամ անօթևան մեկը մտել է։ Եթե Արմենը պարզապես չէր ուզում ինձ տեսնել, որովհետև չեմ զգուշացրել։ Եթե ես պարզապես պարանոիկ ծերունի եմ, բայց եթե ճիշտ եմ, եթե Անին այնտեղ է եւ ես հիմա գնամ։ Հավաքեցի 102։ Բարև։ Ուզում եմ հայտնել անհետացած մարդու մասին։ Լսում եմ ձեզ։ Իմ դուստրը Անի Հովանիսյան, 32 տարեկան։ Ավելի քան 3 ամիս չեմ կարողանում կապվել նրա հետ։ Հարևանները չեն տեսել նրան։ Ամուսինը ասում է մեկնել է, բայց ես չեմ հավատում։ Որքան ժամանակ է անցել վերջին կապից։ 3 ամիս, գուցե ավելի։ Հասկանալի է։ Չափահաս մարդն իրավունք ունի չպատասխանել կապին։ Անհետացման մասին հայտարարություն կարելի է ներկայացնել միայն անհետանալուց 3 օր հետո։ Եվ միայն եթե կան հիմքեր կարծելու, որ մարդը վտանգի մեջ է։ Ձեզ մոտ կան այդպիսի հիմքեր։ Ես կարծում եմ նա փակված է նկուղում։ Դաթար մյուս կողմում։ Ինչ հիմքով եք այդպես մտածում։ Թակոց եմ լսել։ Նկուղի պատուհանում լույս էր վառվում։ Տեսել եք ձեր դստերը այդ նկուղում։ Ոչ։ Բայց քաղաքացի։ Այս պահին մենք չունենք միջամտելու հիմքեր։ Եթե կոնկրետ տեղեկություն ստանաք կյանքին սպառնացող վտանգի մասին, կրկին զանգեք կամ դիմեք բաժանմունք։ Հաջողություն։ Նա դրեց խողովակը։ Կանգնած էի հեռախոսս ձեռքիս եւ զգում էի ինձ հիմար։ Իհարկե, որ ոստիկան է գնա նկուղ բացելու, ինձ թվացի հիման վրա։ Վերադարձա հյուրանոց։ Նստեցի անկողնուն, մտածեցի. պլան է պետք, հստակ պլան։ Առաջին տարբերակ. սպասել մինչև Արմենը գնա, կոտրել նկուղի դուռը։ Բայց եթե սխալվում եմ, դա հանցագործություն է, ապօրինի ներխուժում։ Ինձ կբանտարկեն։ Երկրորդ տարբերակ. հետևել Արմենին։ Գուցե ինքը իջնի նկուղ եւ ես տեսնեմ, թե ինչ է կատարվում այնտեղ։ Երրորդ տարբերակ. գտնել ճանապարհ, մտնել բնակարանը, երբ նա տանը չէ։ Ընտրեցի երկրորդը։ Համբերություն, դիտարկում, ապացույցներ։ Հաջորդ 3 օրերին անցկացրի ինչպես հետախույս։ Առավոտից մինչև երեկո հսկում էի տան մոտ։ Արմենը դուրս էր գալիս ցերեկը, սովորաբար ժամը 11-ի սահմաններում։ Մեկնում էր մեքենայով։ Վերադառնում էր ուշ երեկոյան, ժամը 22-23-ին։ Երբեմն խանութից պայուսակներ էր բերում։ Միշտ մենակ։ Օրական մի քանի անգամ իջնում էի նկուղի պատուհանի մոտ, թակում, ականջեի դնում։ Երբեմն թվում էր ներսում շարժում եմ լսում, բայց հստակ պատասխան չկար։ Լույս էլ այլևս չտեսա։ 4-րդ օրը, երբ Արմենը մեկնեց, որոշեցի։ Մոտեցա մուտքի դռանը եւ սպասեցի մինչև մեկը դուրս գա։ Դուրս եկավ կինը մանկասայլակով։ Բռնեցի դուռը, մտա հետևից, իջա նկուղի դռան մոտ։ Կողպեքը հին էր խորհրդային։ Փորձեցի շարժել, ամուր էր։ Բարձրացա 4-րդ հարկ, կանգնեցի 42 երթի դռան մոտ, ականջս դրի մետաղին։ Լռություն։ Զանգեցի, ոչ ոք չբացեց։ Նայեցի կողպեքին։ 2 պտույտ, լավ կողպեք, բայց դուռը հին էր։ Հրեցի, ծրվեց, եթե ոտքով հարված եմ ճիշտ տեղում, կողպեքի կողքին։ Շուրջս նայեցի, հարթակում ոչ ոք չկար, աստիճանները դատարկ, հետ քաշվեցի մեկ քայլ, թափով ոտքով հարվածեցի կողպեքի կողքին։ Դուռը ճշճռաց, բայց չբացվեց, կրկին հարվածեցի, եւս մեկ, 4-րդ հարվածից կողպեքը դուրս թռավ տուփից, մետաղի ճշճռոցով, դուռը բացվեց, մտա ներս, բնակարանը կիսամուխ էր, վարագույրները փակ, հոտում էր խոնավություն եւ ինչ-որ թթու թարմ չլինող բան։ Նայեցի միջանցքին, կոշիկներ, վերարկուներ քախիչի վրա, բանացի իրեր գրեթե չկային, միայն հին կրունկներ։ Անի, անցա սենյակ։ Անի, դու այստեղ ես։
Սենյակը լիքներ աղբի, դատարկ շշեր, պիցայի տուփեր, կեղտոտ հագուստ, բազմոց, հեռուստացույց, սեղան թղթերով ծանրաբեռնված։ Մոտեցա սեղանին, փաստաթղթեր, հաշիվներ, ինչ-որ նամակներ, եւ այստեղ տեսա կոնվերտների կույտ։ Վերցրի վերինը, հասցեն գրված էր իմ ձեռագրով։ Ուղարկողը ես, ստացողը Անի Հովանիսյան։ Կոնվերտը փակ է, չբացված։ Վերցրի հաջորդը, նույնպես իմը, եւ հաջորդը, շատ էին, տասնյակ, բոլորը փակ։ Բոլոր իմ նամակները, որոնք ուղարկել են վերջին 2 տարում, նույնիսկ չեն հասել նրան։ Արմենը դրանք վերցրել է փոստարկղից եւ թաքցրել այստեղ։ Ձեռքերս դողացին։ Թողեցի նամակները, գնացի առաջ։ Խոհանոց, կեղտ, չլվացված սպասք լվացարանում, նույնը լոգարանում։ Եվ էլի մեկ սենյակ, դուռը փակ։ Հրեցի, փակ է ներսից։ Կողպեքը դրսից կախված է։ Անի, թակեցի դրանը։ Անի, դու այնտեղ ես։ Լռություն։ Հարվածեցի ուսով դրանը, այն ավելի բարակ էր, քան մուտքի դուռը։ Կողպեքը 3-րդ հարվածից դուրս թռավ։ Մտա ներս, սենյակը դատարկ էր, լրիվ դատարկ։ Ոչ կահույք, ոչ իրեր։ Միայն կեղտոտ մատրաս անկյունում, դույլ եւ գրքերի կույտ։ Պատուխանին ամուր երակցված վանդակաճաղ էր, սա բանտ էր։ Սենյակ բանտ ուղիղ բնակարանում, բայց Անին այստեղ չէր։ Նկուղը։ Նա նկուղում է։ Դուրս վազեցի բնակարանից, իջա աստիճաններով ներքև։ Նկուղի դուռը, կողպեքը։ Պետք է ինչ-որ ծանր բան։ Շուրջս նայեցի, հարթակուն կանգնած էր 5 կրակմարիչ։ Վերցրի այն, թափով հարվածեցի կողպեքին։ 1, 2, 3։ Մետաղը ճռճռաց ու ծռվեց։ 8-րդ հարվածից կողպեքը պայթեց։ Քաշեցի դուռը, բացվեց։ Արջևս մութ էր եւ աստիճաններ դեպի ներքև։ Շոշափեցի անջատիչը, չէր աշխատում։ Հանեցի հեռախոսս, միացրի լապտերը, իջա։ Նկուղը ցածր էր, խոնավ, հոտում էր բորբոս եւ խոնավություն։ Պատերի երկայնքով խողովակներ էին անցնում։ Լապտերով լուսավորում էի, փորձելով ինչ-որ բան տեսնել մթության մեջ։ Անի, Անի, եւ հանկարծ լսեցի թույլ ձայն, կարծես հառաչանք կամ լաց, աջ կողմից, խողովակների հետևում։ Գնացի ձայնի ուղությամբ, շրջեցի անկյունը եւ տեսա։ Նկուղի անկյունում կանգնած էր մետաղյա դուռ, հին, ժանգոտ, կարծես ռմբապաշտ փանապաստարանից։ Դրա վրա կախված էր նոր մեծ կողպեկ, եւ դրան հետևից լսվում էր լաց։ Անի, Անի, դու ես։ Լացն ուժ գնացավ, հետո ձայն, խրպոտ, թույլ, բայց ճանաչեցի, դա նա էր, իմ աղջիկը։ Հայրիկ, հայրիկ, դու ես։ Բռնեցի կողպեքը, քաշեցի, ամուր էր, շատ ամուր։ Հարվածեցի կրակմարիչով, բայց անողուտ, կողպեքը նոր էր, որակյալ։ Անի, դինացիր, հիմա ես քեզ կհանեմ։ Հայրիկ, նա կգա, նա միշտ գալիս է երեկոյան։ Հայրիկ, քախիր, ես չեմ փախչի, ես քեզ այլևս երբեք չեմ թողնի։ Նայեցի դրանը, պտուտակները, հին, ժանգոտ պտուտակներ։ Հարվածեցի կրակմարիչով վերին պտուտակին, այն դողաց, եւս մեկ հարված, եւս մեկ։ Պտուտակը սկսեց դուրս գալ։ Հարվածում էի ամբողջ ուժով, եւ վերջապես վերին ամրացումը պայթեց, ստորին պտուտակը։ Նստեցի, սկսեցի հարվածել նրան, դեմքիս քրթինք էր հոսում, ձեռքերս ցավում էին, բայց չդադարեցի։ Եվս, պտուտակը պայթեց, բռնեցի դրան եզրը, քաշեցի դեպի ինձ։ Դուռը թեքվեց, կողպեքը կախված մնաց շրջանակին։ Ավելի ուժգին քաշեցի, դուռը ճռճռաց, ծռվեց։ Վերջապես բացվեց ճեղք, բավարար, որպեսի սեղմվեմ ներս։ Անի, հիմա ես, սեղմվեցի ներս։ Դրան հետևի սենյակը փոքրիկ էր, պակաս քան 2 մետր երկուով։ Հատակի փոխարեն հող էր, խոնավ, սառը։ Անկյունում ուղիղ հողի վրա կծկված նստած էր իմ դուստրը։ Նա նիհար էր։ Ոչ պարզապես նիհար, սպառված։ Քաղցկեղի նման, մաշկով ծածկված կմախք, մազերը խճճված, կեղտոտ, երկար։ Նա ակնահայտորեն վաղուց չէր կտրել դրանք։ Հագին ինչ-որ հին զգեստ էր, ներքևից թաց, կեղտոտ, ոտաբոբիկ։ Ձեռքերը գրկում էին ծնկները, նա նայում էր ինձ հսկայական աչքերով, լի արցունքներով։ Անի, շնչառությունս կտրվեց։ Տեր Աստված, ինչ է արել նա քեզ հետ։ Քայլեցի դեպի նա, եւ նա ավելի սեղմվեց, կարծես հարված էր սպասում։ Մի վախեցիր, ես եմ, հայրիկը, եկել եմ, ես քեզ կփրկեմ։ Հանեցի վերարկուս, գցեցի նրա վրա, ձեռքերս մեկնեցի օգնելով վեր կենալ։ Նա փորձեց վեր կենալ, բայց ոտքերը չէին պահում։ Բռնեցի նրան ինչպես փոքրիկին, նա գրեթե ոչինչ չէր կշռում։ Սեղմվեց ինձ, դեմքը թաքցրեց ուսիս մեջ եւ լաց եղավ։ Առանց ձայնի, միայն ուսերը դողում էին։ Թթ, վերջ, ես այստեղ եմ։ Ամեն ինչ ավարտվեց։ Ես քեզ կտանեմ այստեղից։ Տարա նրան դեպի ելք։ Նա ինչ-որ բան շշնջում էր, բայց չէի հասկանում բառերը։ Հասա աստիճաններին, սկսեցի բարձրանալ։ Անին թեթև էր, բայց գլուխս պտտվում էր։ Սիրտս այնպես էր բաբախում, որ վախենում էի չդիմանա։ Դուրս բերեցի նրան փողոց։ Օրվա լույսը հարվածեց աչքերիս։ Անին կրկնակի աչքերը փակեց, սեղմվեց կրծքիս։ Հայրիկ, նա ասում է անհնազանդ կանայք պետք է ապրեն հողի մեջ։ Այլևս ոչ, Անի, այլևս երբեք։ Տարա նրան մեքենայի մոտ, ես այն վարձել էի 3։
Նստեցրի հետևի նստատեղին, ծածկեցի վերարկուով։ Նա դողում էր։ Հանեցի հեռախոսը, հավաքեցի 102։ Ինձ պետք է շտապ օգնություն եւ ոստիկանություն։ Անմիջապես Մոսկովյան փողոց 17-րդ տուն։ Գտա իմ աղջկան, նա փակված էր նկուղում, նրան օգնություն է պետք։ Մինչ խոսում էի, Անին բռնեց իմ ձեռքը, սեղմեց անսպասելի ուժով։ Հայրիկ, ձայնը խռպոտ էր, կարծես երկար չէր խոսել։ Հայրիկ, խնդրում եմ, մի բացիր այդ պահարանը։ Ինչ պահարան։ Սենյակում, նկուղում, պահարանը պատի մոտ։ Մի բացիր այնտեղ։ Չավարտեց, պարզապես կրկին լաց եղավ։ Նստած էի նրա կողքին, բռնել էի ձեռքը մինչև եկավ շտապը։ Բժիշկները դուրս եկան, անմիջապես սկսեցին գործել։ Մեկը երիտասարդ տղա նայեց Անիին եւ գունատվեց։ Որքան ժամանակ էր նա այնտեղ էր։ Չգիտեմ։ Ամիսներ, գուցե ավելի։ Նրան դրեցին գրողի վրա, սկսեցին կաթիլ դնել։ Անին չէր թողնում իմ ձեռքը։ Նայում էր ինձ այնպես, կարծես վախենում էր, որ եթե հայացքը շրջի, ես կանհետանամ։ Ես քեզ հետ կգամ, ասացի։ Ոչ մի վարքյան չեմ թողնի քեզ։ Եկա ոստիկանությունը, 2 սպա, տղամարդ եւ կին։ Համառոտ բացատրեցի իրավիճակը։ Նրանք իջան նկուղ, վերադարձան 10 րոպե հետո։ Դեմքերը կոշտ էին։ Մենք կանչեցին քնչական խումբ, ասաց տղամարդը։ Ձեզ պետք է ցուցմունք տակ, բայց նախ գնացեք աղջկա հետ հիվանդանոց։ Մենք կգտնենք ձեզ այնտեղ։ Գլխով արեցի, նստեցի շտաբի մեջ։ Անին ամբողջ ճանապարհին չթողեց իմ ձեռքը։ Հիվանդանոցում նրան անմիջապես տարան վերակենդանացման բաժանմունք։ Ես մնացի սպասելու միջանցքում։ Նստած էի պլաստիկա թորին, նայում էի պատին եւ չէի կարողանում հավատալ, որ սա իրական է։ Իմ աղջիկը, իմ Անին։ 3 ամիս հողային փոսում, 3 ամիս առանց լույսի, առանց նորմալ սննդի, առանց ջրի։ Ինչպես է ընդհանրապես ողջ մնացել։ 1 ժամ հետո դուրս եկավ բժիշկը։ Կին մոտ 40 տարեկան, հոգնած դեմքով։ Դուք Անի Հովանիսյանի հայրն եք։ Այո, նա շատ սպառված է, ջրազրկված, երկարատև քաղցի նշաններ, բազմաթիվ քերծվածքներ, կապտուկներ, պարանների հետքեր դաստակներին։ Նրա մոտ սկսվող թոքաբորբ է խոնավությունից, բայց նա կապրի։ Դուք ժամանակին եք գտել նրան։ Էլի 1 շաբաթ, գուցե 2 եւ ուշ կլիներ։ Ծածկեցի դեմքս ձեռքերով, լաց եղա։ Առաջին անգամ շատ տարիներ անց պարզապես նստած էի հիվանդանոցի միջանցքում եւ լաց էի լինում ինչպես երեխա։ Կարող եք տեսնել նրան 1 ժամ հետո։ Մենք կաթիլներ ենք դնում, անալիզներ անում։ Սպասեք։ Սպասեցի։ 1 ժամ հետո թույլ տվեցին մտնել պալատ։ Անին պառկած էր սպիտակ վերմակի տակ, կապված կաթիլներին եւ մոնիտորներին, դեմքը մաքուր, մազերը հետ քաշված։ Նա քնած էր։ Նստեցի կողքը, վերցրի նրա ձեռքը։ Այն տաք էր, ողջ։ Նստած էի եւ նայում էի նրան, իմ աղջկան, որին գրեթե ընդմիշտ կորցրել էի։ Ինչու՞։ Իմ հպարտության պատճառով, որովհետև մտածել եմ, թե նա ինձ է լքել։ Կես ժամ հետո նա բացեց աչքերը, տեսավ ինձ եւ թույլ ժպտաց։ Հայրիկ, դու իսկապես այստեղ ես։ Իսկապես Անի, եւ ես ոչ մի տեղ չեմ գնա։ Ես մտածում էի դու ստացել ես իմ նամակները եւ չես պատասխանել։ Ես մտածում էի դու զայրացել ես ինձ վրա։ Ինչ նամակներ։ Ես քեզ գրում էի ամեն շաբաթ, խնդրում էի օգնություն, ասում էի, որ Արմենը, որ նա փոխվել է, որ վախենում եմ, ձայնը դողում էր, բայց դու չէիր պատասխանում։ Հետո նա ասաց, որ դու գրել ես նրան, որ ես հիասթափեցրել եմ քեզ, որ այլևս չես ուզում ինձ ճանաչել։ Ներսումս ամեն ինչ ընկավ։ Անի, ես ոչ մի քո նամակ չեմ ստացել, ոչ մեկը։ Ես գրում էի քեզ գրեթե ամեն օր, դու չէիր պատասխանում, մտածում էի դու մոռացել ես ինձ։ Նա փակեց աչքերը, արցունքները հոսեցին այտերով։ Նա վերցնում էր նամակները փոստարկղից, իմն ու քոնը, թաքցնում էր դրանք, ցույց էր տալիս ինձ քո նամակները եւ ասում. «Տես քո հայրը գրում է, բայց ես չեմ տա քեզ կարծալ, նա արժանի չէ պատասխանի»։ Իսկ ինձ ցույց էր տալիս կեղծ նամակ քեզանից, որտեղ գրված էր, որ ես անշնորհակալ դուստր եմ, որ դու հոգնել ես ինձանից։ Տեր Աստված, նա փոխում էր իմ հեռախոսը, ջնջում էր քո հաղորդագրությունները, ջնջեց իմ սոցցանցերը, ասաց, որ եթե փորձեմ ինչ-որ մեկի հետ կապվել, կգտնի քեզ եւ կսպանի։ Ես վախենում էի, այնքան վախենում էի քեզ համար, հայրիկ։ Թեքվեցի, գրկեցի նրան, նա սեղմեց ինձ եւ լաց եղա։ Երբ սկսվեց սա, հարցրի ես հանգիստ, գրեթե անմիջապես հարսանիքից հետո։ Սկզբում պարզապես մանրուքներ էին։ Նա ասում էր, որ իմ հագուստը չափից ավելի կայթագրիչ է, որ ինձ պետք չէ այդքան հաճախ հանդիպել ընկերուհիներիս, որ ավելի լավ է տանը լինել ընտանիքի հետ։ Մտածում էի պարզապես խնդում է։ Հետո ավելի վատացավ, աշխատանքն արգելեց, ասաց կինը պետք է տանը լինի։ Փողերը վերահսկում էր ամեն ինչը։ Հետո սկսեց փակել ինձ, երբ դուրս էր գնում, որպիսի չփախչես, ասում էր, ծիծաղում էր, մտածում էի կատակում է։ Նա կանգ առավ, ծանր շնչելով. «Մի շարունակիր, հանգստացիր, ոչ, ուզում եմ պատմել,
Ուզում եմ, որ իմանաս, նա ավելի ուշքին սեղմեց իմ ձեռքը, նա կառուցեց այդ սենյակը, փակում էր ինձ այնտեղ, երբ վատ էի վարվում, սկզբում 1 ժամ, հետո 1 օր, հետո 1 շաբաթ։ Ասում էր, այդպես կսովորեմ հնազանդվել։ Իսկ 3 ամիս առաջ փորձեցի փախչել։ Սպասեցի մինչև նա քնի։ Դուրս եկա պատուհանից, վազեցի խանութ, խնդրեցի մարդկանց ոստիկանություն զանգել, բայց նա ավելի շուտ գտավ ինձ, բերեց հետ ու ասաց, որ հիմա կապրեմ այնտեղ, որտեղ անհնազանդ կանայք պետք է ապրեն, հողի մեջ։ Ես չէի կարողանում խոսել, պարզապես գրկում էի նրան եւ ատում էի ինձ, որ գնացել եմ, որ հավատացել եմ, թե նա ինձ է լքել, որ ավելի շուտ չեմ եկել։ Պալատ մտան նույն 2 ոստիկանները։ Հրաչյա Հովանիսյան, մեզ պետք է ձեզ մի քանի հարց տանք, եւ Անին էլ, եթե նա կարող է։ Անին գլխով արեց. կարող եմ։ Նրանք հարցեր տվեցին ավելի քան 1 ժամ, ամեն ինչ գրառեցին։ Անին պատմում էր, կանգ առնելով, լաց լինելով, բայց պատմում էր։ Ես լսում էի եւ զգում էի, թե ինչպես է ներսում ինչ-որ մութ ու սարսափելի բանաճում, ատելություն, սպանելու ցանկություն։ Արմենն է ձերբակալվել է 2 ժամ առաջ, ասաց սպան։ Վերջում փորձեց փախչել, բայց բռմեցինք մայրուղում։ Հիմա մեկուսարանում է, կլինի դատ։ Իսկ այդ պահարանը, հարցրի ես։ Անին ասում էր պահարանի մասին նկուղում։ Ինչ կա այնտեղ։ Ոստիկանները փոխանակվեցին հայացքներով։ Հրաչյա Հովանիսյան, գուցե չարժե։ Ինչ կա այնտեղ։ Կրկնեցի ես ավելի կոշտ։ Կին սպան հառաչեց։ Նամակներ, 100-ավոր նամակներ։ Ձերն ու Անիինը։ Բոլոր 4 տարվա նամակագրությունը։ Նա պահում էր դրանք այդ պահարանում։ Բոլորը փակված։ Նա ոչ ոք չէր տալիս կարդալ։ Եվ էլի ինչ-որ բան, ավելացրեց տղամարդը։ Փաստաթղթեր, պլաններ։ Արմենը պատրաստվում էր, նա լռեց, նայեց Անիին։ Ինչ, հարցրեց նա հանգիստ։ Նա վարում էր օրագիր։ Գրում էր, թե ինչպես է քեզ վերակրթելու։ Ուներ ամբողջ համակարգ, պատիժներ, պարգևներ։ Ինքն իրեն հոգեբան էր համարում։ Հիշում ես, փորձեր էր անում քեզ վրա։ Փորձում էր կոտրել քեզ, որպեսզի դառնաս իդեալական կին։ Անին գունատվեց։ Այնտեղ նաև լուսանկարներ կային, շարունակեց նա։ Այլ կանանց։ Հիմա ստուգում ենք ովքեր են նրանք։ Կասկած կա, որ դու առաջինը չես եղել։ Պալատում լռությունը խուլ էր։ Նա ինչ որ բան ասեց, հարցրի ես, երբ ձերբակալեցիք նրան։ Այո, ասաց, որ արել է սիրուց, որ ուզում էր Անիից լավ կին անել, ինչպես իր մայրը, որ ժամանակակից կանայք փչացած են եւ պետք է սովորեցնել։ Սպան սեղմեց բռունցքները։ Մի անհանգստացեք։ Նա երկար կնստի, շատ երկար։ Նրանք գնացին։ Ես մնացի Անիի հետ։ Նա նայում էր պատուհանից դուրս, մոխրագույն երկնքին։ Հայրիկ, գիտես ինչներ ինձ պահում, ասաց նա հանկարծ։ Քո նամակները, թեև չեմ կարդացել։ Գիտեի, որ գրում ես։ Արմենը երբեմն ցույց էր տալիս կոնվերտը եւ ծիծաղում իմ վրա։ Տես, քո հայրիկը դեռ հույս ունի։ Ինչ հիմար, բայց ինձ համար դա նշանակում էր, որ դու չես մոռացել, որ որտեղ որ կա, եւ հիշում ես ինձ։ Դա միակ բանն էր, որ չէր թողնում հանձնվել։ Ես ոչինչ չկարողացա ասել։ Պարզապես գրկեցի նրան եւ պահեցի, մինչեւ նորից քնեց։ Հաջորդ օրը ոստիկանությունը բերեց տուփ, մեծ ստվարաթղթե տուփ, լիքը նամակներով։ Մենք ավարտեցինք զննությունը, ասացին նրանք։ Սրանք ձերն են, վերցրեք։ Բացեցի տուփը։ Վերևում կային կոնվերտներ, իմ ձեռագրով։ Տասնյակ 100-ավոր կոնվերտներ, բոլորը փակված։ Հանեցի մեկը, բացեցի։ Սա գրել էի առաջին տարում, երբ դեռ հույս ունեի պատասխանի։ Անի իմ թանկագին աղջիկ, այսօր ծանր օր էր, բայց մտածում էի քո մասին եւ թեթևացա։ Ինչպես ես։ Ինչպես է Արմենը։ Շատ եմ կարոտում։ Քո հայրիկ։ Փակեցի նամակը։ Հանեցի մյուսը։ Եվս մեկը։ Բոլորում նույնն էր։ Կարոտում եմ։ Սիրում եմ։ Հիշում եմ։ Իսկ ներքևում կային կոնվերտներ Անիի ձեռագրով։ Վերցրի առաջինը։ Հայրիկ, ներիր ինձ։ Արմենն ասաց, որ ես վատ դուստր եմ, որ չպետք է անհանգստացնեմ քեզ, բայց վախենում եմ հայրիկ։ Նա փոխվել է։ Գոռում է ինձ վրա։ Երբեմն հրում է։ Ասում է իմ մեղքն է։ Հայրիկ, չգիտեմ ինչ անել։ Հաջորդ նամակը։ Հայրիկ, փորձեցի քեզ զանգել, բայց հեռախոսս անհետացավ։ Արմենն ասաց կորցրել եմ, բայց գիտեմ նա վերցրել է։ Նա կարդում է իմ հաղորդագրությունները, ջնջում է քոները։ Հայրիկ, խնդրում եմ, եթե ստանաս այս նամակը։ Եկ, ինձ օգնություն է պետք։ Եվ էլի, հայրիկ, նա փակում է ինձ սենյակում։ Օրերով նստում եմ այնտեղ։ Երկար ժամանակ է ես մենակ եմ։ Դու ինձ լսում ես։ Ինչու չես պատասխանում։ Զայրացել ես ինձ վրա։ Կարդում էի նամակը նամակի հետևից։ Յուրաքանչյուրը օգնության ճիչ էր։
Յուրաքանչյուրը մնացել էր առանց պատասխանի։ Նա մտածում էր ես եմ լքել նրան, իսկ ես մտածում էի նա է ինձ լքել։ Իսկ մենք երկուսս էլ գրում էինք դատարկությանը, եւ մեր միջև կանգնած էր մարդ, ով գողանում էր մեր բառերը։ Վերջին նամակը կարճ էր, ձեռագիրը դողում էր, անհավասար։ Հայրիկ, ես նկուղում եմ, ցուրտ է, մութ է, ցավում է, բայց գիտեմ դու կաս, եւ դա օգնում է։ Սիրում եմ քեզ։ Ներիր ինձ ամեն ինչի համար։ Քո անին։ Փակեցի նամակները, դրեցի տուփի մեջ, փակեցի կափարիչը, նստեցի Անիի կողքին, ով դեռ քնած էր, դրեցի ձեռքս նրա գլխին, շորեցի մազերը։ Ներիր ինձ Անի, շշնջացի։ Ներիր, որ ավելի շուտ չեկա։ Ներիր, որ հավատացի։ Ներիր, որ ստիպված եղար անցնել սրա միջով մենակ։ Նա բացեց աչքերը, նայեց ինձ։ Դու եկել ես, ասաց նա։ Պարզապես դու ինձ գտար, դու ինձ փրկեցիր։ Դա ամենակարևորն է։ Անին հիվանդանոցում մնաց 2 շաբաթ։ Ամեն օր գալիս էի նրա մոտ առավոտյան եւ մնում մինչեւ երեկո։ Խոսում էինք, շատ էինք խոսում այն մասին, թե ինչ է պատահել, ինչ ենք բաց թողել, թե ինչպես է Արմենը կտոր-կտորով խլել նրա կյանքը։ Գիտես ինչն է ամենասարսափելին, ասաց նա մի օր։ Ես երկար չէի հասկանում, թե ինչ է կատարվում։ Նա այնքան խելացի էր, երբեք չէր ծեծում ինձ մարդկանց առջև։ Միշտ ներողություն էր խնդրում հետո։ Ասում էր սիրում է։ Պարզապես նյարդային է։ Ամեն ինչ աշխատանքի ստրեսից է։ Ծաղիկներ էր նվիրում, լաց լինում, երթում էր տալիս, որ այլևս չի կրկնվի։ Եվ ես հավատում էի, ամեն անգամ հավատում էի։ Սա կոչվում է բռնության ցիկլ, բացատրեց մեզ հոգեբանը, ով սկսել էր աշխատել Անիի հետ։ Լարվածություն, պայթյուն, զղջում, մեղրամիս։ Եվ կրկին զոհը սովորում է։ Սկսում է մտածել, որ արժանի է դրան, կամ որ կարող է փոխել բռնարարին, եթե բավականաչափ լավ լինի։ Ես մտածում էի իմ մեղքն է։ Անին նայում էր պատուհանից դուրս։ Եթե ավելի լավ լինեի, ավելի հանգիստ, ավելի հնազանդ, նա չէր զայրանա։ Նա այդպես էլ ասում էր. դու ինձ հասցրիր, ինքն ես մեղավոր։ Եթե պարզապես անեիր ինչ ասում եմ, ամեն ինչ լավ կլիներ։ Դա քո մեղքը չէ, վերցրի նրա ձեռքը։ Երբեք քո մեղքը չի եղել։ Հիմա հասկանում եմ, բայց այն ժամանակ ես մենակ էի։ Առանց քեզ, առանց ընկերուհիների, առանց աշխատանքի։ Միայն նա։ Եվ մտածում էի, սա նորմալ է, որ ամուսնության մեջ այդպես պետք է լինի։ Հոգեբանը բացատրեց ինձ, որ սա բռնարարների տիպիկ տակտիկա է՝ մեկուսացնել զոհին, կտրել բոլորից, ովքեր կարող են օգնել, ստիպել մտածել, որ ոչ ոքի պետք չէ, որ ոչ ոք չի հավատա, որ ինքն է մեղավոր։ Արմենն ասում էր ինձ, որ դու չես ուզում ինձ հետ շփվել, ասաց Անին, որ դու անձամբ գրել ես նրան հիասթափված ես ինձանից, որ ես անհաջողակ եմ, որ չեմ կարողանում պահպանել ընտանիքը։ Ես լաց էի լինում կարդալով այդ կեղծ նամակը, մտածում էի կորցրել եմ միակ մարդուն, ով սիրում էր ինձ, իսկ նա այդ ժամանակ թաքցնում էր իմ իրական նամակները, իմն էլ։ Նա ստեղծել էր ամբողջ կեղծ աշխարհ, որտեղ մենք երկուս էլ մտածում էինք, որ մեզ լքել են, իսկ ինքը կանգնած էր մեջտեղը եւ վերահսկում էր ամեն ինչ։ Դատախազը երիտասարդ կին կոշտ աչքերով բացատրեց ինձ, որ Արմենը կմեղադրվի ապօրինի ազատազրկման, տանջանքի, հոգեբանական բռնության եւ փաստաթղթերի կեղծման մեջ։ Մենք ունենք նրա օրագրերը, ասաց նա, այնտեղ ամեն ինչ գրված է, ինչպես է պլանավորել կոտրել ձեր դստերը, ինչպես է ուրախացել, երբ նա դադարել է դիմադրել, ինչպես է հաշվել օրերը, շաբաթները, ամիսները։ Սարսափելի է, 10 տարվա աշխատանքում նման բան չեմ տեսել։ Որքան կստանա։ Նվազագույնը 15 տարի, գուցե ավելի։ Մենք գտել ենք կապ 2 այլ կանանց հետ։ Մեկը անհետացել է 3 տարի առաջ, երկրորդին գտել են մահացած, պաշտոնապես ինքնասպանություն, հիմա գործը վերանայվում է։ Սառեցի, Անին կարող էր երրորդը լինել, այո, բայց չդարձավ, շնորհիվ ձեզ։ Դատարանը անցավ 2 ամիս հետո։ Անին ցուցմունք տվեց վիդեոկապով, նա դեռ պատրաստ չէր դեմարդեմ տեսնել նրան։ Ես նստած էի դատարանի դահլիճում եւ նայում էի Արմենին։ Նա նստած էր վանդակում, բանտային համազգեստով, նիհար դատարկ հայացքով։ Երբ կարդում էին մեղադրանքները, նույնիսկ չթարթեց աչքերը։ Միայն մեկ անգամ նայեց տեսախցիկին, որով խոսում էր Անին, եւ ժպտաց. սառը, բոլորովին խենթ։
Դատավճիռը 22 տարի խիստ ռեժիմով առանց վաղաժամկետ ազատարձակման իրավունքի։ Երբ դատավորը հայտարարեց դատավճիռը, զգացի թե ինչպես է հսկայական բեռ ընկնում ուսերիցս։ Նա այլևս երբեք չի կարողանա մոտենալ Անիին, երբեք։ Անին սկսեց վերականգնվել դանդաղ, ֆիզիկապես ավելի արագ, քաշ հավաքեց, մազերը կրկին փայլեցին, դեմքին գույն վերադարձավ, բայց հոգեբանորեն ավելի դժվար էր։ Վախենում էր մենակ մնալ, ցնցվում էր կտրուկ ձայներից, գիշերները արթնանում էր ճիչերով։ Վարձեցի մեզ համար բնակարան, չէի կարողանում վերադառնալ այդ տուն, Անին էլ, նոր տեղ, նոր սկիզբ։ Ես նախաճաշ էի պատրաստում, զբոսնում էինք այգում, նա հոգեբանի մոտ էր գնում շաբաթը 3 անգամ։ Դանդաղ, շատ դանդաղ, նա սկսեց ժպտալ, ծիծաղել, պլաններ կառուցել։ Ուզում եմ վերադառնալ աշխատանքի, ասաց նա մի օր։ Չգիտեմ որ ոլորտում, տուրիզմն այլևս նույնը չէ, բայց ես ուզում եմ զգալ, որ օգտակար եմ, ուզում եմ ինքս վաստակել, ուզում եմ անկախ լինել։ Դու կլինես, գրկեցի նրան, քեզ մոտ ամեն ինչ կստացվի։ Եվ էլի ուզում եմ օգնել ուրիշներին։ Նա լուրջ նայեց ինձ, այնպես ինչպես ես եմ եղել, նրանց ովքեր նման իրավիճակում են։ Միացել եմ ընտանեկան բռնության զոհերի աջակցության խմբին։ Այնտեղ նույնպիսի կանայք են։ Մենք պատմում ենք մեր պատմությունները, աջակցում ենք միմյանց։ Գիտես ինչ, ես մենակ չեմ։ Մենք շատ ենք, շատ։ Լսում էի եւ սիրտս լցվում էր հպարտությամբ։ Իմ աղջիկն այդքան ուժեղ է։ Անցել է դժոխքով, բայց չի կոտրվել, ողջ է մնացել եւ հիմա օգնում է ուրիշներին ողջ մնալ։ Մի երեկո նստած էինք պատշգամբում, թե էինք խմում։ Գարուն էր։ Այն ձմրանից հետո վերջապես եկավ գարունը։ Հայրիկ, գիտես ինչի մասին եմ հաճախ մտածում, ասաց Անին։ Այդ նամակների մասին, թե քանի անգամ կարող էինք հանդիպել, եթե չլիներ նա, ինչքան ժամանակ կորցրինք։ Ես էլ եմ դրա մասին մտածում։ Բայց գիտես էլ ինչ, նա շրջվեց դեպի ինձ։ Եթե չլինեին այդ նամակները, եթե դու չշարունակեիր գրել, նույնիսկ երբ ես չէի պատասխանում։ Կմտածեի, որ ոչ ոքի պետք չեմ, որ աշխարհը մոռացել է ինձ։ Բայց գիտեի, որ դու գրում ես ինձ, եւ դա ուժ էր տալիս։ Ամեն օր, երբ նստած էի այդ փոսում, մտածում էի, հայրիկը որտեղ որ կա, հայրիկը հիշում է ինձ։ Պետք է դիմանալ եւս մեկ օր։ Իմ շնչառությունն ընդհատվեց, իսկ ես մտածում էի, որ դա անօգուտ է, որ դու չես կարդում դրանք, որ քեզ անտարբեր է։ Տեսնում ես, մենք երկուսս էլ սխալվել ենք, բայց երկուսս էլ չենք հանձնվել։ Դու շարունակել ես գրել, ես շարունակել եմ հույս ունենալ։ Եվ վերջում մենք գտանք միմյանց։ Մենք լուր նստած էինք, ձեռք ձեռքի։ Երկնքում թռչում էին թռչունները։ Գարուն։ Նոր կյանք։ Հայրիկ, ուզում եմ, որ մարդիկ իմանան, հանկարծ ասաց Անին։ Ինչ է պատահել, ոչ մանրամասներով իհարկե, բայց նշանների մասին, թե ինչպես է սկսվում։ Ինչպես վաղ փուլերում ճանաչել բռնարարին։ Ուզում ես հանրային պատմել։ Այո։ Գուցե ինչ-որ մեկին օգնի։ Գուցե ինչ-որ աղջիկ իրեն տեսնի իմ պատմության մեջ եւ հեռանա, մինչև ուշ չլինի։ Գուցե ինչ-որ հայր չսպասի 4 տարի, այլ անմիջապես գա, հենց որ զգա, որ ինչ-որ բան այն չէ։ Գլխով արեցի։ Այդ դեպքում եկեք կազմենք ցանկ։ Ինչ պետք է իմանան մարդիկ։ Մենք ամբողջ գիշեր նստած էինք, գրում էինք նշանները, որոնք պետք է նկատել։ Կարմիր դրոշակներ, ինչպես անվանում էր Անին։ Մեկուսացում ընտանիքից եւ ընկերներից, ֆինանսների վերահսկողություն, հերախոսի եւ սոցցանցերի վերահսկողություն։ Նախանց, որը ներկայացվում է որպես սեր։ Զոհին մեղադրել իր արարքների համար։ Հարաբերությունների արագ զարգացում, երբ մարդը պահանջում է լուրջ պարտավորություններ մի քանի շաբաթ անց։ Կրկնակի դեմք, քաղաքավարի մարդկանց առջև դաժան տանը։ Ցիկլ, բռնություն, զղջում, մեղրամիս, կրկին բռնություն։ Եթե տեսնես առնվազն 3 նշան այս ցանկից, փախիր, ասաց Անին։ Մի սպասիր մինչև ավելի լավանա։ Մի մտածիր, որ կարող ես փոխել նրան։ Մի հավատա խոստումներին։ Պարզապես հեռացիր։ Օգնություն խնդրիր ընտանիքից, ընկերներից, ոստիկանությունից, ճգնաժամային կենտրոններից։ Մի մնա մենակ բռնարարի հետ։ Երբեք։ Անցավ 6 ամիս։ Անին աշխատանքի անցավ ընտանեկան բռնության զոհերի ճգնաժամային կենտրոնում որպես խորհրդատու։ Նա օգնում է կանանց, ովքեր անցնում են նույնը ինչ ինքը։ Ասում է դա իմաստ է տալիս, օգնում է բուժվել։
Ես վերադարձա Գերմանիա կարճ ժամանակով, հավաքել իրերը, փակել բոլոր գործերը։ Հիմա այստեղ եմ Գյումրիում, աղջկաս կողքին։ Մենք ապրում ենք փոքրիկ 3 սենյականոցում, քաղաքի ծայրամասում։ Անիի սենյակը լուսավոր է, մեծ պատուհանով։ Նա այնտեղ քախել է լուսանկարներ, հին, որտեղ նա փոքր է, որտեղ մենք կնոջս հետ, եւ նորերը, որտեղ մենք միասին ենք, ժպտում ենք։ Նա դեռ հոգեբանի մոտ է գնում, ասում է կգնա այնքան, որքան պետք է, որ բուժումը ոչ թե իրադարձություն է, այլ գործընթաց։ Երբեմն վատ է լինում, երբեմն գիշերային մղձավանջներ է տեսնում, բայց ավելի հազվադեպ։ Եվ երբ դա պատահում է, ես նստում եմ կողքը, բռնում եմ ձեռքը, եւ նա գիտի, որ մենակ չէ։ Երեք առաջին անգամ կարդացինք այդ նամակները, հիվանդանոցի այն օրից հետո։ Նստած էինք հյուրասենյակի հատակին, մեր մեջտեղում տուփը, լաց էինք լինում, ծիծաղում, գրկվում։ Հայրիկ, հիշում ես, թե ինչ ասացի այն ժամանակ նկուղում, հարցրեց Անին։ Մի բացիր պահարանը։ Հիշում եմ, այնտեղ նամակներ էին։ Այո, բայց ես չգիտեի հաստատ, թե ինչ կա այնտեղ։ Արմենը պասապես ասում էր ինձ, որ այնտեղ այն է, ինչ ես արժանի եմ։ Մտածում էի, չգիտեմ, ինչ էի մտածում, որ այնտեղ ինչ-որ մեկի դիակ է, կամ լուսանկարներ, ինչ-որ սարսափելի բան։ Եվ վախենում էի, որ դու կտեսնես դա եւ կգնաս, կթողնես ինձ կրկին։ Անի, բայց ես չգնացի։ Նույնիսկ երբ տեսա, թե ինչ ես դարձել, կեղտոտ, նիհար, հիվանդ։ Պարզապես բարձրացրի քեզ եւ դուրս բերեցի։ Դու փրկեցիր ինձ, հայրիկ։ Ոչ, շարժեցի գլուխս։ Դու ինքդ փրկեցիր քեզ։ Դու դիմացար։ Դու չհանձնվեցիր։ Դու ողջ մնացիր։ Ես պարզապես բացեցի դուռը, բայց դու անցար այդ դռնով ինքդ, քո ոտքերով։ Նա ժպտաց արցունքների միջով։ Մենք միմյանց փրկեցինք, ասաց նա։ Դու ինձ, իսկ ես քեզ մենակությունից, մեղքի զգացումից, այն մտքից, որ մեզ լքել են։ Հիմա, երբ սա եմ գրում, Անին քնած է իր սենյակում։ Լսում եմ նրա հավասար շնչառությունը։ Նա այլևս չի ճչում գիշերները։ Վաղը գնում ենք գերեզմանատուն, մոր մոտ։ Կպատմենք նրան, թե ինչ է պատահել, որ մենք կրկին միասին ենք, որ ամեն ինչ լավ կլինի։ Ես 63 տարեկան եմ, կորցրել եմ 4 տարի իմ աղջկա կյանքից, բայց գտա նրան, փրկեցի նրան։ Եվ հիմա մենք ապագա ունենք, մենք ունենք ամեն նոր օր։ Երբեմն մտածում եմ, ինչ կլիներ, եթե չգնեի այդ տոմսը, եթե որոշեի, որ նա մոռացել է ինձ եւ հաշտվեի, եթե չգնայի այդ տուն, չլսեի թակոցը պատուհանում, բայց ես գնացի, ես չհանձնվեցի։ Ինչպես Անին չհանձնվեց այնտեղ նկուղում։ Մենք երկուսն էլ բռնված էինք բարակ թելից, նամակներից, որոնք երբեք չէին հասնում։ Հավատից, որտեղ որ մյուս ծայրում մեկը դեռ սիրում է, դեռ հիշում է, դեռ սպասում է։ Եվ այդ թելը դիմացավ, բերեց մեզ միմյանց մոտ։ Եթե ինչ-որ մեկը հիմա կարդում է սա եւ ճանաչում է իրեն Անիի մեջ, նրա իրավիճակում, խնդրում եմ ձեզ, մի սպասեք, հեռացեք, օգնություն խնդրեք, զանգեք ծնողներին, ընկերներին, ոստիկանություն, տաք գիծ։ Դուք արժանի չեք բռնության, ոչ ոք արժանի չէ, անկախ նրանից, թե ինչ են ասում ձեզ, անկախ նրանից, թե քանի անգամ են աներողություն խնդրում։ Սա սեր չէ։ Սերը չի փակում փոսում, սերը չի ծեծում, սերը չի մեկուսացնում եւ չի վերահսկում։ Իսկ եթե դու ծնող ես եւ քո երեխան հանկարծ դադարել է կապվել, մի սպասիր, մի մտածիր, որ քեզ լքել են, ստուգիր, գնա թակիր դուռը։ Գուցե քո երեխան սպասում է քեզ, գուցե նա նստած է որտեղ որ մթության մեջ եւ հույս ունի, որ դու կգաս։ Գնա, մի ուշացիր, ինչպես ուշացա ես։ Բայց եթե ուշացար, այնուամենայնիվ գնա։ Երբեք ուշ չէ փրկել նրան, ում սիրում ես։ Իմ դուստրը կանգնած էր փոսում մինչև գոտի եւ լաց էր լինում։ Նա շշնջաց. Հայրիկ, խնդրում եմ, մի նայիր մյուս փոսին։ Ես նայեցի։ Այնտեղ մեր նամակներն էին։ 4 տարվա բառեր, որոնք չլսվեցին, 4 տարվա սեր, որը չհասավ։ Բայց մենք հասանք միմյանց, վերջապես, եւ դա ամենակարևորն է։